Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Քարաստորյա մեծ բակի վերջին շաբաթ օրն է։ Վաղը ցաղգազարդ եւ աբագսկսի ավակ շաբաթը։ Այսօր հայաստանյա ցերակելական մեր սուրբ եկեղեցու մեջ գնշվի Ղազարոսի հարությունը։ Զորգրնակ կարդալ Հովանու Ավետարանի 11-րդ գլխուն մեջ։ Ղազարոս Հիսուսի սիրելի բարեկամն էր։ Բոլոր տալ գիտեք պատմությունը, թե ինչպես երբ Ղազարոս մահամերձ էր, ծանրորեն հիվանդացած էր, իր եղբայրները Մարտան եւ Մարիամ լուր ղրգեցին Հիսուսի հետևեն, որ քար ու բժշկեր զայն, բայց Տերը թանթաղեցավ, որովհետև Տերը ուզեց, որ իր աշակերտներուն համար դառնա սքանչելի հույսի օրինակ, որ Տեր Հիսուս Քրիստոս ինքն է հարությունը եւ կյանքը եւ բոլոր մարդոց, նույնիսկ եթե այս երկրի վրա մահանան, սակայն օր պիտի կա իր երկրորդ կալուստին, որ բոլորը պիտի վերագենթանացնե, բոլորին հարություն պիտի տա։ Սիրելիներ, ամեն շաբաթ օր ցեզի կընթերցեմ եկեղեցու սուրբ հայրերեն քրություններ, հոդվածներ, ջարեր։ Այսօր ցեզի պիտի ընթերցեմ Մամփրե Վերձանողի մեկ ջարը Ղազարոսի հարության նվիրված։ Նախ երկու բառով ասեմ, թե ով եղած է Մամփրե Վերձանողը։ Դժբախտաբար իր կյանքի մասին շատ գծկդուր դերեկություններ ունենք։ Ոմանք կսեն ծնած է 400 թվականին եւ վախճանած 460-ին, ուրիշներ կսեն ծնած է 430-ին եւ վախճանած 500 թվականին։ Ամենայն թեպս ըստ ավանդական դերեկություններու անիկա եղած է մեր բատմահոր Մովսես Խորենացի եղբայրը եւ գրծեր աշակերտներեն մեկը Սուրբ Սահակ Բարտև Հայրապետի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց Վարդապետի։ Իր ուսումը արել է Ալեքսանդրիայի մեջ, աբակացած է Բյուզանդիա եւ ապա վերադարձած է հայրենիք եւ նվիրված է սիրելներ թարգմանչական նաեւ աշխատանքին, անոր համար ինք կնկատվի գրծեր թարգմանիչներու սերունդին։ Գրած է բազմաթիվ ջարեր, դժբախտաբար մեզի հասած են միայն 5 ջարեր Քրիստոսի ծննդյան եւ Ուտորիա, ուրեմն Ուտորիայի վերապերյալ ջարմը, 2 ջարեր Ղազարոսի հարության եւ 2 ջարեր Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքին։ Նաեւ գրած է քերականության գիրք, որում միայն շատ ամփոփ բաժինները մեզի հասած են եւ դարբեր գիրքեր, որոնք դժբախտաբար ցայսօր գործված կնկատվին, բայց դա Աստված որ օրը մատենակրությանց մեջ են հայտնվի, ծրագրերու մեջ են հայտնաբերվի։ Սիրելիներ, այլապանական ցևով կբացատրե Մամփրե Վերձանողը Ղազարոսի հարության այս թեփքը։ Այլապանություն կնշանակե սիրելիներ, որ բարձ նյութական ցևով չի բացատրել, այլ անոր յետին Ղազարոսի հարության թեփքին յետին կտեսնե այլապանությունը մեծ խորուրդը։ Հոդվածը քիչ մը երկար է, բայց գարժե սիրելիներ, որ լսենք, երևակայեցեք, որ 1700 տարի մոտավորապես 1650 տարի այս առաջ գրված է այս հոդվածը, այս ջարը, եկեք լսենք, որովհետև սքանչելի մեկնություն է Ղազարոսի հարության վերապերյալ, որուն թրվակը թեփքը կգարտակ ինչպես ասի Հովանու Ավետարանի 11-րդ գլխում մեջ։ Ղազարոսի շաբաթ օրը հարության մասին։ Այս 6 շաբաթը խորհրդանշում է 6000 թարը։ Ուրեմն անցնող 6 շաբաթները, որ մենք 40-յա բայցողություն ունենք, խորհրդանշը 6000 թարը։
Իսկ այս շաբաթը մեր բնության հարության ու Թադաստան խորհուրդ ունի։ Քանզի մեր Տիրոջ Երուսաղեմ քնալն ու քաղաքի թղրտալը հայտնում են մերելների հարության մասին։ Ինչպես որ Բասեկի շաբաթ օրվա ջրակալույցը հայտնում է Քրիստոսի մեր Աստուծու քիշերով հարություն առած լինելու մասին եւ մինչեւ հարությունը դեղի ունենալը գանխակուշագում է այն, այդպես էլ սրանով Ղազարոսի հարությամբ ցույց է տալիս բոլոր մարդկանց հարությունը, որ դեղի է ունենալու գիրագի օրը։ Եվ ինչպես որ Տերը նախ ասաց իր հարության մասին եւ ապա հարություն առավ, եւ ինչպես որ նախ մարգարեները գանխակուշագեցին եւ ապա Քրիստոս կատարեց, այդպես էլ Տերը նախ ավետարանում է կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ քերեզմաններում են, գլսեն նրա ցայնը եւ դուրս կգան։ Հովանու ավետարան 5-րդ գլխու 29-րդ համարի մեջ է։ Ուրեմն Տերը նախ ըսավ, գանխակուշագեց, հայտնեց եւ ապա սիրելներ գադարեց ու գադարվեցան իր խոսքերը։ Այդ ժամանակը հիմա է, որովհետեւ Ղազարոսի հարությունը օրինակն է մեր մարդկային բնության հարության։ Որովհետեւ երբ մեր Տերը գամեցավ բժշկել նախաստեղծի ամբողջ մարմինը, սկսեց ամենափոքր անդամներից։ Մեկի չորացած սերկը բժշկեց, մյուսի փորոտությունը, մեկ ուրիշի աչքերը, ապա սագավ սկսեց հարություն տալ։ Նային քաղաքի մի այրի գնոջ որդուն եւ հազարապետի թստերը, եւ ապա Փեթանիայում իբրե բոլոր մարմինների հարության արհավաչյա հարություն տվեց Ղազարոսին։ Սիրելներ, որովհետեւ մարդ մեղանչեց ցերկով, ոտքով, ծարեն բդուղը քաղելով եւ այլն, Տերը մարդոց մարմինները գամած բժշկեց, փորոտները բժշկեց, գաղերը բժշկեց, անդամալույզները ոտքի անեց, մինչև որ հասավ հարության։ Եվ Սուրբ Գիրքի մեջ, ավետարաններու մեջ 3 դեպքեր գիշվին հարության։ Հայրոսի աղջկան հազարապետ Հայրոսի աղջկան ուրեմն հարությունը 12 տարեկան, նային քաղաքի մեջ Բադանի հարությունը եւ Ղազարոսի հարությունը։ Ղազարոսը մեռավ շաբաթվա այն օրը, երբ մատնվեց Հիսուս, եւ Տերը նրան հարություն տվեց այն օրը, երբ ինքը ննչեց քերեզմանում։ Ահա թե ինչու է Ադամն իր ծնունդներով կոհացողական ցայնով երկում. Դեր հոգիս թժողքից հանեցիր եւ փոս իջնողների միջից փրկեցիր ինձ։ 30-րդ Սամոսեն այս խոսքը 4-րդ համար։ Ասելով բոլոր մարմինների նորոգման մասին։ Եվ գադարյալ փրկակորձությունը Քրիստոսի չարչարանքներն ու հարությունը պահվում են, իսկ Ղազարոսի 40 օրյա բակից հետո հարությունը ցույց է տալիս, թե բակն ու աղոթքը Քրիստոսին չարչարագից են դարձնում մեզ։ Այս 40 օրյա բայցողության ժամանակը ցույց կտա, որ մենք Քրիստոսի չարչարագից կդառնանք։ Ղազարոսի հարության օրինագով բակով եւ աղոթքով մեր հոգին գանքնեցնենք զանազան ախտերով քլորումից, եւ որովհետեւ 10-րդ ժամին մեղանչեցինք եւ տրախտից դուրս ելանք, մեր տրախտից դուրս ելնելու նույն ժամին բոլորի դերը խաչից քերեզման իջավ, եւ այդ նույն ժամին էլ հարություն տվեց Ղազարոսին։ Եվ մի հիվանդ կար Ղազարոս անունով։ Հիմա ուրեմն 11-րդ գլխու մեջ Հովանու ավետարանի ինչ որ գրված է փարարփար դողարդող կսկսի բացատրել մամփրե վերցանողը։ Ուրեմն մի հիվանդ կար Ղազարոս անով, Հովանես 11-րդ գլուխ առաջին համար, որ ըստ եբրայեցիների օգնական է նշանակում։ Ղազարոս կնշանակե օգնական։ Իսկ հիվանդությունը ըստ իմանալի տեսության խորհրդանշում է մարդկային ազգի մեղքերը, մեռնելը մեղքերի պատճառով մահը որ չար է։ Եվ որ հիվանդացավ, մենք մեղքերով հիվանդանանք, մեռնելը մեռալ մահը։ Փեթանիայից, որ նշանակում է աշխարհի սքոդուն, ըստ Ադամի հանցավորության նմանության։ Սքագից են լինում բոլոր արարածները, մինչև այժմ ողբում են, հեծեցում ու հարաճում են Ադամի փառքի տրախտին վայելչությունից, գենթանի Աստուծո դեսությունից ընկնելու համար։ Իսկ Հիսուս Քրիստոսով արձակվեցինք մեղքերի գաբանքներից, նրանով կյանքի նորոգման համար։ Մարիամի քյուղից գսե Սուրբ Գիրքը։ Մարիամ կնշանակե լուսավորվել, ուրեմն լուսավորվելու դերունական լույսով եւ նրա քալստիամբ։ Սա այն Մարիամն էր, որ իր եղբոր հարություն առնելու համար վաճառեց իր ամբողջ ունեցվածքը եւ գնեց այն յուղը, որով օծեց Տիրոջ ոտքերը, չրով լված եւ սրբեց իր մազերով իրենց դանը, ուր Ղազարոսը սեղան նստածներից մեկն էր,
ըստ Հովանու Ավետարանի 13-րդ գլխու 3-րդ համարին։ Ոչ թե այն բորնիկն է Մարիամը սկուշ սիրելներ, երկու անգամ Հիսուսի ոտքերը լվացողներ եղան։ Մեկ հատ բորնիկ կիններ Սիմոն Փորոդիդան մեջ, մեկ հատ Մարիամն էր, որպես շնորհակալության երախտագիտության ակտ։ Ոչ թե այն բորնիկն է, որ Փորոդ Սիմոնի դանը օձեց դիրոջը, որի մասին պատմում են 3 ավետարանիչները, այս Մարիամը լի էր մաքրությամբ ու բարգեշտությամբ եւ լավակույն մասն ընտրեց, ինչպես Ղուկաս ավետարանի 10-րդ գլխու մեջ Հիսուսը ասավ Մարտային, որ քույրը Մարիամը լավակույն մասը ընտրեց, 10-րդ գլուխ Ղուկասու 41-րդ համար, աստվածային պատգամների մեջ։ Ուրեմն լավակույն մասը այն էր, որ աստվածային պատգամներ լսեց Մարիամը։ Եվ Մարտայի, գսե սուբ գիրքը, ասվում է դերունական քալստիամ ցնծացող, Մարտա կնշանակե ցնծացող, որոնց եղբայրը հիվանդ էր։ Հիմա Հովանես 11-րդ գլուխ 2-րդ համար։ Եղբայր բառը քույրերին հարազատ լինելն է հայտնում։ Թվում է նրանց մասին է Աստված։ Սրա համար օրիորդները սիրեցին քեզ, երկերկոց առաջին գլուխ 2-րդ համար։ Ուրեմն այլ ըսի չէ, այլապանությամբ կմեկնե մանպրևերցանողը, եւ որ երկերկոցի մեջ կսվի օրիորդները սիրեցին քեզ, խոսքը գահսկնա գսե Մարիամի եւ Մարտայի, որոնք սիրեցին դերը, որև իրենց եղբորալ հարություն տվավ։ Պատմակիրների սովորությունն է իրադարձությունների մասին պատմելիս ցույց տալ դրանց դեղերը, իրենց խոսքերը հավասի դարձնելու համար։ Իսկ ինչու է Գանանց եւ ոչ Ղազարոսի գյուղը անվանում, քանզի թեև այն վայրը բոլորին էր, մանավանդ առավել Ղազարոսինը, քան նրա քույրերինը, բայց ավելի դեղին էր վայրն անվանել ողջերի, քան Մերաձի անունով։ Իսկ Մարիամի դիրոջ ոտքերը օձելը նրա դիրոջ հանդեպ սիրո առավելությունն էր իր եղբորը Քրիստոսի արած մեծ երախտիկի համար, իսկ նրա ոտքերը իր մազերով սրբելը, որովհետև ավելի պատվական ոչինչ չուներ բացի գլխից, որով սպասում էր գենսապեր ոտքերին։ Հիսուս հորտանանի այն գոմում էր, շրջում էր այն վայրում եւ թեպի գենթանություն էր որսում ամբողջ անապատը։ Սրա քույրերը, հիմա երրորդ համարը պիտի բացատրե, նրա մոտ մարդ ուղարկեցին, որ խորհրդանշում է մարգարեների թասերին։ Տեսեք, այլապանական բացատրություն։ Դեր, ում դու սիրում էիր, հիվանդացել է, ավետարանի մեջ կսվի։ Թերևս գադարյալ հավատ չունեին եւ խորում էին իրենց եղբոր հանդեպ կուտ առաջացնելու համար հիշադակել դիրոջ նրա սիրելը։ Ինչու համար ասին, որ դու որ գսիրես, անիգա հիվանդ է։ Երբ Հիսուս լսեց հիվանդի մասին քուժը, թույլ տվեց, որ մահ նիշխի նրա վրա եւ մահացնի։ Եվ որ Հիսուս լսեց, որ Ղազարոս հիվանդ է, թույլ տվավ, որ մահը իշխե Ղազարոսի վրա, մերցնեզինք։ Այդ հիվանդությունը մահապեր չէ, այլ Աստուծո փառքի համար է, ասավ Հիսուս։ Ցույց է տալիս, որ հիվանդությունն իշխանություն չունի նրա մահվան տանելու, բայց փոքր ինչ ժամանակ թույլ է տալիս, որբեսի հրճակվի Աստուծո փառքը։ Ցույց է տալիս նաև, թե նա հերվից բռնեց հիվանդի զարգերակը, մանրամասն զննեց, ճշմարիտ պատմություն արեց եւ որպես դեր իշխանությամբ քնից արթնացրեց իր ծառային։ Մարդիկ գնաց ժամանակ այբանվում են սիրելներից, չկարողանալով օգնել, վերգացնելով Աստված փառավորվում է իր հայրական փառքով եւ որդին ցնցալով փերգրում է Աստուծո փառքի համար։ Ինչ թվում է, թեպի հայրն է դանում խոսքը, ինչպես որ Աբա Գերեզմանի վրա աղոթում է իր աստվածությունը ժխտող, իրեն Աստուծուն հագարակ անվանող հրյաների պատճառով։ Աղոթում է հորը նա, ով աստվածային հրամանով պիտի գանչեր մերյալին, հայտնի դարձնելով հոր եւ իր գամագցությունն ու փարակցությունը, դարձյալ գանխաբես կուշագեց ձերերի ու մանուկների կողմից դրվելիք փարապանությունը։ Հիսուս սիրելիներ, որովհետև հрьяաները անհավատ էին, Հիսուս սկիզբեն ցույց տվավ, որ ինք եւ հայրը փարագից են, նույն փառք ունին, եւ աղոթեց հորը, բայց ինքն էր, որ Ղազարոսը կանչեց դուրս գերեզմանեն, ցույց տալու համար, որ իր եւ հորը գամքը մեկ են։ Քույրերը մարդ ուղարկեցին նրա մոտ, Աստվածաշունչը գսե, ավետարանը։ Բազում աղերսաններով ուղարկեցին, մեծ թախանցանքով աղաչեցին, առանց երկփայելու հավատացին բոլոր մերելների հարություն տվողին, բայց մարդկորեն շտապեցին, քանի թե հիվանդը չէր մահացել։ Ինչն է առավել հեշտությամբ վնասվող, քան մարմինը, որն ավելի շատ սայթաքում է, քան առողջ է, քանի որ հոգին, որ ելնում է, այլևս չի վերադառնում։
Մարմինը շարժող հոգին քնում է, ամբողջ մարմինն ընկնում է աբականության ներքո եւ հող է դառնում։ Այդ բաժարով էլ Ղազարոսի քույրերն ալեգոծված էին իրենց մտքում եւ նրան Քրիստոսի իբրև Աստուծո հավատալով որպես ջարդար բժշկի հիվանդի մոտ կանչեցին։ Սիրելիներ, Մարտան եւ Մարիամ գիտեին, որ Հիսուս կրնար իրենց հիվանդ եղբայրը բժշկել։ Աննորամար մարդ կրգեցին։ Բայց Մարտա եւ Մարիամ չէին գիտեր, որ Հիսուս կրնար մերելներեն ալ հարություն դար իրենց եղբոր։ Երկու օր մնաց այնտեղ, եւ որ Հիսուս լուր արավ, երկու օր ալ դակավին ուր որեր մնաց այնտեղ։ Թույլ տվեց ավազագին, այսինքն մահվան սատանային, մտնելու իր սիրելի դունը, աբականություն կործելու եւ խռովեցնելու։ Քորոզացավ մահը եւ գադարեց իր գամքը։ Քանի որ Հիսուս ուշացավ, մահը մտավ այդ դունը եւ մերցուց Ղազարոսը։ Հիսուս լսեց եւ ասաց։ Հիսուս ոչ մի պատասխան չտվեց, ոչ ասաց քնալու եւ բժշկելու եւ ոչ ալ չքնալու եւ անդեսելու մասին։ Ասացին հիվանդի, բայց լսեցին Փարքի անունը եւ քնացին դրդմությամբ։ Երկու օր մնալ ասելով գամ բացայդում է նախայրերի մոտ քալստյան ժամանակը, գամ էլ մոլեկնոտ հрьяաների հանդիմանելու համար է, որբեսի ամբողջ երկիրը տեսնի եւ իմանա Ղազարոսի մահվան մասին, որ Աստվածակորց հրաշքնարաբել բայցարությամբ երևա։ Հիսուս սիրում էր Մարիամին, Մարտային եւ նրանց եղբորը Ղազարոսին։ 5-րդ համար։ Ըստ այն խոսքի, որ Քրիստոսի անունից Արագակիրն է ասում, ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ շնորհներ եմ փաշխում իմ բարեկամներին։ Արագած կրկեն է այս խոսքը 8-րդ գլխու 17-րդ համարեն։ Քանզի Տիրոջ Եգիպտոս իջնելուց առաջ նրանք քնացել էին Ադրիանաբոլիս եւ մեծ սիրով կրգել եւ իրենց բազուկների վրա էին գրել ամեն բան գրողին, այսինքն Քրիստոսի, բոլորի մեղքերը վերացնողին, հորը սկսնակցին, միածնին, իսկ երբ դերը վերադարձել էր Եգիպտոսից, սրանք նույնպես Գույս Մարիամի ու Հովսեփի հետ եկել էին Փեթանիա։ Խոսքը Ղազարոսի եւ անոր քույրերու մասին է։ Եվ Հիսուս աշակերտներին ասում է. եկեք գնանք Հրեաստան 7-րդ համար, ուրեմն 11-րդ գլխու Հովանու։ Մահվան երկյուղը այնտեղ էլ եկավ եւ շատ ավելի դակնաբեցրեց նրանց աշակերտներուն, քան Ղազարոսի քույրերին, քանզի սովորություն չէր նրանց հայտնել դեղը ուր պիտի քնար։ Հիսուս ուր որ պիտի երթար աշակերտներուն չէր ասել, բայց հիմա ասավ եկեք Երուսաղեմ երթանք եւ աշակերտները ավելի սարսափեցան, քան Ղազարոսի քույրերը եւ տեսան անոր իրենց եղբոր մահը։ Ինչու։ Ինչու եք այդքան զարհուրում ու թողում։ Միթե չեք ելնելու այդ մարմնից, միթե Տիրոջից իսկ չլսեցիք, մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Մատթեոս 10:28 գլուխ։ Նա հոգին ու մարմինը փրկում է մահից։ Դեր, ասում են աշակերտները, հрьяաները քեզ փնտրում են, որբեսի սպանեն, իսկ դու այնտեղ ես կնում։ 8-րդ համարեն։ Ուրեմն քեզ պիտի սպանեն, հрьяաները գուզեն քեզ սպանել, բայց դու գուզես իդ Երուսաղեմի երթալ։ Աշակերտներին այս վայն գոմեր դար ուփերում չեր գամենում նրանց հայտնի դարձնել խորհուրդը, որովհետև հարության հրաշներ տեսել էին, բայց չէին հավատացել։ Դեր հարություն էր տվել Հայրոսի 12-ամյա թստերն ու Նային քաղաքի այրու որդուն։ Նա ով կարող է մեկ մերյալի հարություն տալ, հարություն կտա նաև բոլոր ննչեցյալներին։ Եթե հալածեց ուրիշների մահը, ապա առավել եւս ծերը կհալածի, ով աշակերտներ։ Թափոր լերան վրա հորից լսեցիք, դա եմ սիրելի որդին, դրան լսեցեք։ Ղուկաս 9:35։ Բայց դուք փոխանակ նրան Քրիստոսի լսելու, բադվիրում եք չքնալ Հրեաստան։ Եթե ցեզ հայտնած լիներ Ղազարոսի մահվան խորհուրդը, միևնույնն է, չէիք հավատացել մտքերի դգարության պատճառով։ Աշակերտները մարդ էին, մեզի պես։ Եթե մենք ալ Հիսուսի աշակերտները լայինք սիրելներ այդ օրերուն եւ Հիսուսը սեր երթանք հարություն տանք, մենք ալ պիտի չհավատայինք, չէ՞, թե որովհետեւ չունեին աշակերտները Սուրբ Հոգին իրենց մեջ, իրենց հոգի աչքերը փաթչեին եւ այս բոլորը չէին տեսներ։ Իսկ Հիսուս պատասխանեց. Ցերեգը 12 ժամ ունի 9-րդ համարեն։ Հիմա կբացատրե Մանփրևերցանողը։ Ամբողջ օրվա մասին է ասում, քանզի Տիրոջ օրն է, որով լուծվում է գրաբաշխության խավարը նրանց, ովքեր ցերեգով են քնում։ Եբրայեցի ջարդասանները լույսին են օր ասում, լույս է Քրիստոս, որ լուսավորում է։
ով ցերեգով է քայլում չի սայթաքում, գսե Հիսուս։ Որքան առավել չեք սայթակի դուք, որ ինձ հետ եք, ինձ, որ աշխարհի լույսն եմ։ Մի ընկալիր իբրև մարմնի աչքի տեսնելու եւ մարդկանց եւ բոլոր գենթանների երկյուղի մասին Աստված խոսք, երբ թույլերը վախենում են ուժեղներից, այլ ես ասում եմ հավատով տեսնելու մասին, որ աբական տեսնում է այժմ, ով իր հոգում չունի այդ տեսությունը, եթե անգամ գեսորին է քայլում սայթակում է, որովհետեւ հանաբաս խավարն ունի իր հետ, փոքր ինչ գրտեց նրանց մտքերը, մինչև որ մեռածը քերեզման իջավ։ Սիրելիներ, Հիսուս հոգիի ուրեմն լույսի մասին խոսի եւ ադորամար գսե մի վախնակ։ Մահը սիրելներ մեր մարմինը գրնա սպանել, բայց ոչ հոգին։ Երբ մենք Քրիստոսի հետ ենք, մահը չի գրնար մեր վրա իշխել։ Աբա ասում է. մեր բարեկամ Ղազարոսը ննչել է, քնամ արտնացնեմ նրան 11-րդ համար։ Իբրև մանուկների գաթով ես գերագրում, մայրափար ծնում, թայագի պես ծնում ես եւ նրանց դկիդությունը ծածկում ես իմաստությամբ, մանպրևերձանով գսե Հիսուսին։ Երբ էր դու Ղազարոսի սենեգաբեդը, որ երկու օրվա ճանապարհ ես գնում նրան զարթնեցնելու համար։ Միթե թմրել եք քինուց, կամ ով է 4 օր ու 4 գիշեր քնած մնում, նրա քույրերն ինչու չեն արթնացնում նրան։ Անմեղ քարներ էին աշակերտները, ինչպես տեսնում էին, այդպես էլ ընկալում էին, եւ ինչ որ լսում էին, նույնին էլ հավատում էին, փնավ չէին կարողանում հասու լինել Աստվածային խորհրդին։ Այստեղ հայտնում է Փեթանիա եւ ոչ թե Երուսաղեմ քնալու մասին, որպես նրանց մտքից փարադի երկյուղը, որովհետեւ գվախնային Երուսաղեմ երթալով Հիսուսը սպաննվի, իրենք ալ սպաննվին։ Հիսուս ադորամար գսե երթանք Փեթանիա։ Իսկ զարթնեցնեմ ասելով, արտնցնեմ ասելով, ցույց է տալիս Ղազարոսի անտեպ իր հոգացողությունը։ Դեր եթե ննչել է, ապա կարող չանա, ըսին աշակերտները։ Շատ հիվանդներ են ննչում, բայց չեն ապրում, շատերն էլ չեն ննչում, բայց ապրում են։ Ով անկետների փաղաքշանք գամենում էին սփոփել ծածկադեսին, այսին Քրիստոսին, որ ծածուկը գտեսնե։ Աշակերտները գիտեին, որ մեր Տերը սիրում է անմեղ Ղազարոսին եւ չէին գամենում, որ նրա ընտանիքը վշտանա։ Նրանք կարծում էին, թե Ղազարոսը ննչել է, նա գաբրի ու գարողչանա։ Դերը բացեց ծածուկ խորհուրդը եւ հայտնաբես ասաց. մեր բարեկամ Ղազարոսը մեռավ։ Տեսա, որ Հիսուս աշակերտներուն աչքերը փակ են եւ չեն հասկնար, հետեւաբար հստակ կերպով ասավ. մեր բարեկամ Ղազարոսը մեռավ։ Որբեսի հանգարձակի վերջը թրջեն ջչալով կամ գոձելով, ասում էր մեռավ, որով, այսինքն օրենքով բռնված էր մարդկային ազգը, որ Քրիստոսով անմահության պիտի փոխվեր Ղազարոսի հարությամբ, որ օրինակն էր աբակայում գդարվելիքին։ Ինչ որ Ղազարոսի հետ բադայեցավ, մեզի հետ պիտի բադայի։ Մարմինով պիտի մեռնենք, բայց Քրիստոսի երկրորդ կալուստով հարություն պիտի արդենք իր հրամանով։ Ես ուրախ եմ ցեզ համար, որբեսի դուք հավատաք, որ ես այնտեղ չէի։ 15-րդ համարը պիտի բացատրե հիմա։ Խրտին խոսք, որն հասկանալ չկարողացան, մահվան անուն ուրախության ավետիսը միաժամանակ հնչեցին նրանց ականջներում։ Հիսուսով ուրախ եմ ցեզի համար, որ Ղազարոսը մեռավ։ Հետևաբար եւ ուրախություն եւ քուժը իրարու հետ, եւ որ Հիսուսը սավ, աշակերտները չհասկացան։ Եվ զարմացան, չկարողանալով հասու լինել երկմիտ խոսքին։ Բայց երկչոտ Թոմասը մեզ դեղյակ է դարձնում նրանց տխմարությանը։ Չեմ մեծարում նրան, այլ ուրախ եմ ձեր հավատի հաստատման համար, որովհետև պիտի տեսնեք իմ զորության չափը։ Թոմասն ասում է. եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք։ 16-րդ համար։ Թոմասը ասավ, եկեք մենք ալ երթանք ընկերներուն, մենք ալ Հիսուսի հետ երթանք մեռնենք։ Սա քնում է մերյալին հարություն տալու, իսկ մենք ողջերս մահվան ենք պատրաստվում, որովհետև այժմ դարագուսելի էին։ Հողակորձ մշակների համար շատ ավելի թյուրին է վարել գոշտացած հողը, քան քիդուների համար դքետների հավանության բերելը։ Հողակորձը չորացած հողի վրա քիչ է աշխատում եւ շատ բդուղներ է ակնկալում, իսկ դքիդությամբ գույր մարդուն միայն Աստված կարող է քիդությամբ բերել։ Ինչ գեղեցիկ պատկեր է։ Այն հողը, որ գոշտացած է, քյուղացիները գրնան այդ գոշտացած հողը ավելի հեշտությամբ փորել, գագուղցնել եւ ցանելով այդեղ հունդ արատ բդուղ ստանալ,
քան թե եւ որ մարդ դքեդ է, որքան ցանես, որքան այդերը խոսքեր տնես, գրնապացարցակ կերպով սիրելներ չաջիլ։ Որքան զորանում էր թերահավատությունը, բոլոր գողմերից ուրախություն էր լինում բոլորի անհավատությունը։ Իր հայրական զորությամբ հզորը կործեց, Քրիստոս կործեց։ Հիսուս եկավ Ղազարոսին կդավ 4 օրից ի վեր քերեզմանի մեջ։ Այն գյուղը մոտ էր Երուսաղեմին, 17-րդ համար։ Այսինքն սուկը մերցեր մոդիկ էր ուրախության ու խաղաղության, որովհետև Փեթանիա գոչվի սիրելներ սուքի վայր, իսկ Երուսաղեմ կնշանակե խաղաղության վայր։ Ուրեմն սուքի եւ խաղաղությունը մոտ էին։ 15 ասպարեզ մինչև Երուսաղեմ։ Ասպարեզը ճանապարհի երկու մղոն է։ Ծնունդից մինչև խաչելություն գրկնագի թվով։ 3 անգամ 5 շարժվող սկայրաններով, աչքերով, ագանչներով, քթով, փերանով եւ շոշափելիքով, որոնց միացրեց իր էությանը, երբ երկինք համբարձվեց եւ նրա հետ հարություն տվեց եւ նստեցրեց հոր հետ։ Ուրեմն այս 7 ասպարեզ 15 ասպարեզ ուրեմն հերավորությունը կմեգնապանե մամփրեվեր ցանողը։ Հрьяաներից շատերը եկել էին Մարտայի ու Մարիամի մոտ 19-րդ համար։ Քալը աստվածային դեշչությամբ իմացվում է լինել, որբես Աստուծո կործած հրաշները դեսնող լինեին։ Քանզի ոմանք օգտվեցին հաստատվելով եւ խարսխվելով Քրիստոսի ավադին, անոնք որոնք դեսան սիրելներ, ոմանք հավատացին Քրիստոսի, իրենց հավատքի մեջ ամրաբնթվեցան երբ տեսան Ղազարոսի արությունը, իսկ դժբախտաբար ուրիշներալ ոչ։ Որբեսի մխիթարեն նրանց, ուրեմն եկած էին բարեկամները, որբեսի Մարիամն ու Մարթան մխիթարեն իրենց եղբոր մահվան համար։ Ակարագը քաղաք էր դարձել եւ քաղաքը ակարագ, որովհետեւ քաղաքի ամբողջ բնակչություն եկած էին Փեթանիա, Փեթանիան քաղաք դարձած էր եւ քաղաքն ալ գյուղ դարձած էր։ Քաղաքի ամբողջ ժողովուրդը եկել էր նրանց վշտակցելու, քանզի մեր բնության սովորությունն է այնպիսին, սիրում է լսել ուրիշների փոթը, ուրախության դում մտնելուց առավել սիրում է սքո դում մտնել։ Այդ շփախտապար մարդիկ սիրելներ ուրախացողներուն հետ շատ չեն ուրախանալ, բայց սքացողներուն հետ գերտան ներգա գլան, որովհետև գսիրեն մահվան փոթը լսել, մահվան քույժը լսել, քան թե ուրախացողներուն ուրախության երթալ։ Մեկը աներեսության, մյուսը չարախնդալու, շատերը շատախոսելու համար եւ շատ քչերն են, որ դրտմագից են լինում։ Ամեն մարդ, որ գերտա սուքի սիրելներ, չի նշանակեր, որ իսկապես սուք ունի։ Ոմանք չարախոսելու համար, ոմանք զանազան խոսքեր խոսելու համար միշտ կդեսնվին, չէ, սուքի սրահներու մեջը, սքո սրահներու մեջ, որ ամեն մեկը դարբերնիտ կխոսի, քիչերն են, որ գդրտմին իսկապես։ Քանզի Երուսաղեմում պիտի կործվեին հրաշները։ Երբ Մարտան լսեց, որ Հիսուս գալիս է, նրան ընթരാճ գնաց։ Մարտան ընթരാճ գնաց, ինչպես օրենքն ու մարգարեները, որ քուշագելով Քրիստոսին աշխարհի փրկիչ ցույց պիտի տար։ Իսկ Մարիամը դանը նստած էր։ Մեկը եղավ իբրև Փերանի խոսք, իսկ մյուսը իբրև սիրտ խորհուրդների իշտեմարան։ Սիրտն իր դեղում հաստատում մնաց, իսկ խոսքն ընթരാճ գնաց, հայտնելու սքավոր սրդի բաղադանքը նրան, ով կարող է վերացնել սուկը իր սիրելների դնից։ Մարտան, որ խոսքն է, դեսա, որ իրենց դան հավաքված բոլոր մխիթարիչների հոգիները լի են դրդմությամբ։ Դրդումը դրդումին ուրախացնել չի կարող, եւ սքավորը սքավորին չի մխիթարի։ Մեկն ասում էր. «Մի այրվիր, իմ եղբայրը ավելի վաղ մեռավ թեր մանուկ», եւ ուրիշներ իրենց հարազատների դարաժամ մահերի մասին էին պատմում եւ գդոր անում սրդերը, քալարում աղիքները, վայի վրա վայ ավելացնում։ Ուրեմն սիրելներ, քանի որ մարդ ենք եւ որ լսենք մեգումը թշպախտությունը, մենք ալ մեր թշպախտությունը գսենք, մեկը գսե օրինակ հայրս մերավ, մյուսը գսե որ իմ ալ հայրս մերավ, մեկը գսե մայրս մերավ, գսե իմ ալ մայրս մերավ, մեկը գսե եղբայրս մերավ, գսե մյուսն ալ իմ ալ մայրս եղբայրս մերավ։ Ուրեմն վայ վրա գավելցնենք, որովհետև մարդիկ սիրելներ չունին զորությունը, միայն Հիսուս կրնա ճշմարիտ մխիթարություն տալ։ Անոր համար սքավորներուն համար ինչ կսենք։ Սուրբ հոգվո մխիթարությունը ցեզի հետ լինի։ Մարտան թողեց այս ամենը, եւ որ մարդիկ հավաքված էին իրենց տունը եւ լսեց, որ Հիսուս եկավ, Մարտան թողեց այդ մարդիկը եւ Հիսուսին ասաց.
Դեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ 21-րդ համար։ Մարգարեացավ Մարտան։ Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Իսկ ով Աստուծուն է ընդունում, Աստվածային փառքը գժարանքի։ Հիսուսով 10-րդ գլխի մեջ Մատթեոսի 41-րդ համարի մեջ։ Այդ ասած երկնավոր իմաստությամբ եւ դեպի Աստվածային փառքերը փարսացավ, քանի որ մահը չի մտնում այնտեղ, ուր գենթանությունն է, ուր որ Քրիստոս կա, մահը չի գրնան մտնել։ Դերը բազում անգամ մտել էր Մարտայի ու Մարիամի դունը եւ կարող էր մահն ալաձեր գյուղից, ուր մնաց թե նրանց դնից։ Հոգևոր իմաստությունը, Աստվածային սերը, ճշմարիտ հավատը եւ ըստույք մարգարեությունը 4 հարազատ եղբայրներ են, քանզի նրանց շարժողը մեկն է, Աստված։ Հոգևոր իմաստությունը, Աստվածային սերը, ճշմարիտ հավատը եւ ըստույք մարգարեությունը 4 եղբայրներ են։ Ինչպես որ երաժիշտն է մեկ պերանով փչում նվագարանն ու բազում փողերը, մեկը բարձ, մյուսը թավ, մեկ այլը թանցր, այսպես եւ Մարտան, Մարիամ եւ Ղազարոսը, եթե այլ մեկն էլ լիներ նրանց դանը։ Բոլորը մի հավատ ունեին, մի սիրով էին սիրում Քրիստոսին, բոլորը մի հոգևոր իմաստություն ունեին։ Հիմա գիտեմ, թե ինչ էլ որ Աստուծուց խնդրես, ըսավ Մարտան Քրիստոսի, Աստված քեզ գտա։ 22-րդ համար։ Գինը մարգարեացավ ոչ միայն մեկ մերյալի հարությունը, այլ թարերի ընթացքում բոլոր մերյալներինը, որ կարող ես հարություն տալ հոր եւ հոգու գամակցությամբ։ Դերն ասում էր. ամեն բան դրվեց ինձ հորից։ Ղուկաս 10-րդ գլուխ 22-րդ համար։ Սա հաստատում էր լսողների միտքը։ Ոչ ոք չի ճանաչում հորը բացի որդուց եւ ոչ ոք չի ճանաչում որդուն բացի հորից։ Այս խոսքերը հոր եւ որդու միագամությունն ու մի բնությունն են ցույց տալիս եւ ոչ թե ավակություն կամ գրծերություն։ Այդ բաժարով էլ Քրիստոս հավանեց Մարտայի հավատը։ Հիսուս նրան ասաց. քո եղբայրը հարություն գարնի։ 22-րդ համար։ Դերը նրան հայտնեց նրա եղբոր առաջին ու վերջին հարության մասին։ Ոչ աղաչանքներ են պետք, ոչ էլ գասկած հայցվածների մեջ, ինչպես թվում է ոմանց։ Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն գարնի, ըսավ Մարտան։ Երկնքի դռները բացվեցին կնոջ առջև։ Գինն իր աչքերով տեսավ անսկզբնական լույսը, Քրիստոսը։ Հասավ ամաչելի դեղը, հավասարվեց Զեբեդեոսի որդուն, ոչ թե մարմնով Հիսուսի գրծքին ընկավ, խոսքը Հովանես Ավետարանիչի մասին է, որ Հիսուսին գուրցքին դրավ իր գլուխը, այլ Աստուծուց տրված իմաստությամբ զորացավ, շոշափեց գենաց խոսքը Քրիստոսը, Աստուծու կյանքին փոխվեց, բացվեցին նրա մտքի աչքերը, լուսավորվեց ներքին մարդը, եկավ արտասուքով, լցվեց ուրախությամբ։ Արտասուքով եկավ, ուրախությամբ լցվեցավ։ Այդպես է սիրելներ, մենք ալ մեր սուքին մեջ։ Մեր սուքի մեջ կուլանք, բայց երբ Քրիստոսի մոտենանք, ուրախությամբ կլցվենք։ Վշտացողը փերգրեց, նրա երեսների քույնը զվարթացավ, լսեց հարության ավետիս, մինչև եղբոր հարություն առները դեսավ նրան, որովհետև բոլոր մերյալներին գենթանացնողին դեսավ։ Ով որ Քրիստոսը տեսնե, քանի որ Մարտան Քրիստոսը տեսավ, հետևաբար իր եղբոր գենթանությունն ալ դեսավ։ Ես իսկ եմ հարությունը եւ կյանքը, Հիսուսը ասավ Հովաննու Ավետարանի 11-րդ գլխի 25-րդ համարի մեջ։ Եղիան հարություն տվեց մեռածներին, բայց նրանք գրգին մեռան։ Եղիսեն նույնպես երկու հոգի հարություն տվեց։ Ես հարություն եմ տալիս եւ ամահության մեջ պահում։ Ով հավատում է ինձ, թեպետև մեռնի գաբրի, եւ ով ինձ հավատում է, հավիտյան մահ չի ճաշակի, ըսավ Հիսուս 26-րդ համարի մեջ։ Ինչպես որ մոդիգից պիտի տեսնես, այդպես եւ ինձ հավատացողները պիտի փրկվեն հավիտենական մահից, որովհետեւ հուժ բարձր բան էր ասում փրկիչը, ուստի եւ իր վարտաբերության վարձը փնտրեց նրանից։ Հավատում ես այն ամենին, ինչ լսեցիր, Հիսուս ասավ Մարտային։ Թեև երգմիտ էր նրա խոսքը, բայց Մարտան իր հույսը նրա վրա դրեց, ասաց. այո դեր, ես հավատում եմ, որ դու ես Քրիստոս Աստծո որդին, որ աշխարհը իր քալու։ Մարգարեների խոսքը գրկնեց Մարտան։ Ինչպես այն սամարացի գինն ասաց, երբ մեզ յանքա, մեզ
ամեն բան գբատմի։ Հովանես 4:25 համար։ Խոսքը Սամարացի գնոջ մասին էր։ Ասաց գուսական ծննդյան մասին եւ ակնարկեց երկրորդ կալուստը։ Ամեն բանի դեղյակ եղավ եւ Աստուծու մեծամեծ գործերի մասին լսեց։ Եկավ դրդում իբրև մարդ եւ գնաց ուրախացած իբրև Աստուծու հրեշտակ։ Լրելյան գանչեց իր քրոջը, Մարտան գնաց եւ իր քույրը գանչեց, որ հեշտագամ աշակերտեց նույն վարդապետությանը։ Հрьяաների բաժարով քաղտնապար ակնարկեց իր քրոջը, որբեսի իր քույրը նույնպես նույն խնդրանքը տնի Քրիստոսի առջև եւ շարժի նրա քութը, որբեսի նա գենտանացնի իրենց եղբորը։ Եվ Մարիամը գրկնեց քրոջ խոսքերը։ Մարտան ասաց. «Վարդապետը եկել է եւ քեզ է գանչում»։ Արտարև ճշմարիտ վարդապետն առանց այփուփենի է սովորեցնում, ուսուցման համար անհրաժեշտ ամեն բան կատարում։ Վարդապետ ասաց եւ մտավ աշակերտների գարկի մեջ։ Երբ նա լսեց, Մարիամը լսեց իր քույրիկեն, որ ուրեմն քրոջմեն, որ վարդապետը, այսինքն Քրիստոս եկած է, իսկույն վեր կացավ եւ եկավ Հիսուսի մոտ, թեպի նույն դեղն ու նույն ուրախությունը, թեպի նույն ուսուցիչը։ Եվ նա մեկին ծածուկ, մյուսին հայտնի գերբով այս սկավոր աշխարհից ցկեց անդրդում ուրախության կյանք։ Հիսուս դերևս գյուղ չէր մտել, այլ թեր այնտեղ էր, ուր նրան ընթരാճ էր եկել Մարտան։ Ինչու էր հաբաղում եւ դեպի քերեզման չէր շտաբում, որբեսի նրա կալստյան լուրն առնելով ժողովուրդը հավաքվի, յուրաքանչյուր ոք շտաբի դեսնելու աստվածակործ նշանները, որոնք թաթարել էին մարդկանց մեջ բադվիրանաբահությունը թաթարելու պատճառով, եւ մեղքերի պատճառով մարդը մերգացել էր աստվածադուր փառքերից։ Այստեղ ահա ցանկ էր տալիս քերեզմանից Ղազարոսի աստուծու բադվիրանները բահած լինելու համար։ Իսկ հрьяաները, որոնք եկել էին նրանց մխիթարելու, երկնային ուրախությունից թադարկ մնացին, դանը նստած, սքից թաղծելով, արդասվում էին առաջվա պես, եւ երբ տեսան Մարիամին, որ վեր կացավ իսկույն եւ քնած, իրենք նույնպես քնացին նրա հետևից, նույն դրդմությամբ, ոչ թե հարությունը տեսնելու, այլ մերյալի քերեզմանը, որովհետեւ ով ունի, նրան պիտի դրվի, եւ պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցվի ունեցածն էլ։ Հիսուս ասավ Մատթեոս ավետարանի 10-րդ համարի մեջ։ Ոչ թե որովհետև դվողն ակահ է, այլ որովհետև ընդունողն անարժան է, ինչպես երևում է առաքյալների եւ Հութայի թեփքում։ Դերը արհատ է տալու մեջ, ակահ չէ, բայց շփախտապար ստացողներն են, որ անարժան են։ Ինչպես որ սիրելներ դերը հավասարապես տվավ բոլոր առաքյալներուն, բայց Հութան անարժան գտնվեցավ։ Գարձում էին, թե քերեզման է քնում, որ այնտեղ լաց լինի 31-րդ համար, որովհետև հանաբաց քերեզմանասեր էին ոչ միայն մարդկանց, այլ նաև սուտ աստվածների մասին էին ասում, թե մերել է, ինչպես Մարգարեն է ասում, նստած ողբում էին Թամուզին, Եզեկիել 8-րդ համար։ Իսկ Մարիամը եկավ Հիսուսի մոտ։ Մարիամը հեռացավ նրանցից եւ եկավ նրա մոտ, ում արդեն իսկ ճանաչում էր։ Ուրեմն մարդոց մեջ էր Մարիամ, եւ լսեց, որ Քրիստոս եկավ, անմիջապես ելավ դեղեն քնած դեպի Քրիստոսը։ Մարդիկ կարծեցին, որ Մարիամ դեպի քերեզման գերտար լալու իրեն հետ կացին, բայց Մարիամ ոչ թե դեպի քերեզման քնած, այլ դեպի Քրիստոս։ Մենք ալ սիրելիներ դեպի ցանկի երթանք եւ ոչ թե դեպի մերելությունը։ Եթե իմ բազում մեղքերին ծրի թողություն տվեց, ապա ուրեմն կարող է նաեւ ցաներ դրդմությունը սփարադել, մտածեց Մարիամ։ Ընկավ Հիսուսի ոտքերի առջև եւ ասում է. «Դեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Մի դպրոցի աշակերտները մի լեզվով են խոսում, այսինքն ինչպես Մարտան ասած էր նույնը, քանի որ նույն դպրոցները նույն դունեն են այլ խոսքով, նույն խոսքը Մարիամը լսավ Հիսուսին, եթե այստեղ լայիր, եղբայրս չէր մեռներ։ Վարդապետի գամքին միապան աստվածային ուսմամբ են գրթվում։ Այդպես էլ երկու քույրերն իբրև մեկ գենտանի որս բռնվեցին, մի սիրով սիրեցին Տիրոջը, մի աղբյուրից խմեցին գենտանի ջուրը, դեսան մարտացած Աստծուն, հավատացին բոլորի Տիրոջը, թվում է խորել էին Հիսուսին բերել, որբեսի գենտանացնի իրենց եղբորը, որովհետև երկուսի խոսքն էլ նույնն է, երբ խոսում են իրենց մեռած հարազատի մասին, կարծես ասում են. «Դեր, եթե չանդեսեիր մարդկային ազգին, չէին մեռնի մեղքերով մահվամբ, որովհետև մենք մեղանչեցինք, դուն փարգացար»։ Եսայի մարգարեի խոսքն է այս խոսքը 54-րդ գլխու 5-րդ համարեն։ Ասում է
մարգարեներից մեկը, իբրև բարգեշտ վարկ ունենալու սքանչելի խրատ։ Հիսուս տեսավ, որ նա լալիս է, Մարիամը լալիս է, եւ նրա հետ եղողներն էլ լալիս են։ Հոգնած մարմնից քրդինք է փխում, իսկ զայրակին սրդից արդասուկ է հեղվում մերյալի, նաեւ ողջ սիրելիի վրա, երբ նա հերվից է գալիս։ Մարիամը տեսավ Հիսուսին եւ քութի երկունքը ստիպեց նրան մերածի իշադագով, բայց չջջաց ըստ աշխարհի գարկի, այլ ծնծությամբ արդասուկ տապեց ողորմածի առջև, այնպիսի աղիողորմ տեսքով, որ մինչև իսկ բարձրացային ողբով լաց լինել դվեց հրյաներին։ Եվ որ Մարիամ Հիսուսը տեսավ, լացավ, եւ բոլոր իր հետ եղողները լացին։ Խռովեց իր հոգում, Հիսուս ինքն ալ խռովեցավ իր հոգի մեջ։ Ամբողջ զորությամբ դրդմեց, չկարողացավ բարձապար ասել ուր դրեցիք, այլ մռնչալով գիսապան դրդմագից եղավ իր սիրելիին համար, Ղազարոսին համար։ Հորտահոս անձրևներից փերի են դառնում անտաստանները եւ թալար խոդ են փուսնում արածող անասունների համար, նույնպես եւ մարդկային հորտ արդասուկն է շարժում Աստուծու քութը։ Նրանց սքագից եղավ, որբեսի մարդիկ Աստուծմով մխիթարվողներ լինեն։ Գամ մռնչեց սատանայի, ինչպես արույձը իր որսի վրա, որովհետև դրդմածները ըստուկապես շարժել չէին կարողանում նրան, ինչպես որ մեզ են հաղթում մարմնի շարժումները, որովհետև աստվածային բնություն անախտ ու անդրդում է։ Ուրեմն բացատրե մամփրե վերցանողը, որ Հիսուս ինքն ար որ հիմա պիտի լա, ուրեմն գամ լացավ, որովհետև տեսավ որքան սուկ կար եւ գամ այդ իր լացով մռնչած սատանային թեմ, որ մահվան միջոցով Ղազարոսի կյանքը արած էր։ Իսկ նրա խռովելը նշանակում է, թե հրամայեց դրդմությանը քալու եւ գամավորաբար արդասուկներ բխեցնելու։ Սա ցույց է տալիս, թե երբ ինքն էր գամենում, այն ժամ էր զիջում բնական գարիկներին, հայտնի դարձնելով իր ճշմարիտ մարտեղությունը։ Քրիստոս լալով ցույց տվավ, որ ինքն ճշմարտապես մարտացած է։ Քանի որ թեպետև Աստված միացավ մարմնին, բայց մարմնին բնական գարիկներով շարժվել չդվեց, այլ երբ ինքը թույլ էր տալիս, իջնում էր ուդելու, խմելու եւ քնելու, եւ երբ գամենում էր, անցնում էր, որ քերիվերը մեր բնությունից, բահում էր իրեն աստվածային միությամբ։ Ասում է. Ուր դրեցիք նրան։ Նրան ասացին. արի եւ դես։ Ոչ անկիդությամբ, ինչպես նրա հայրն էր հարցնում. ուր ես, Աթամ, 3-րդ Ծննդոց գրքի 3-րդ գլխի 9-րդ համարի մեջ։ Գայենին ուր է քո եղբայրը Աբելը, հարցուց դերը Աստված, Ծննդոց 4-րդ գլուխ 9-րդ համար։ Եվ Մովսեսին, այդ ինչ է քո ցերքին, 4-րդ գլուխ Ելից գրքի 2-րդ համար։ Արարիչը փնտրում է իր պատկերին նրան, ում իր գերբարանքով ստեղծեց, իսկ չարը նախանցեց Ադամի բարիկներին եւ վայր գցեց նրան երանելի կյանքից։ Դերը եկած որսում էր մարդկության փրկությունը։ Փետանիայից մինչև Փեթապրե 72 մղոն է։ Այնքան հերվից իմացար Ղազարոսի մահը, իսկ գամրջի մոտ անկիտանում ես։ Հիսուս որ հերույեն քիծավ Ղազարոսի մահը, մամփրե ուրեմն վերցանող գսե, հիմա որ հարցուցիր ուր դրածեք, չես գիտեր դեր ուր դրածե, անշուշտ դերը գիտեր սիրելներ։ Բայց այս բոլորի մեջ խորհուրդներ կան, ահա մամփրե վերցանող գսե։ Դուք թիակ դրեցիք, ես գենթանի եմ վերցնում նրան, դուք թակաղով դարակ, ես ցայնով հարություն եմ տալիս։ Ուրեմն ինչու ես հարցնում դեր, ասում է, աստվածային հրաշք եմ կործելու այստեղ։ Չլինի թե մարդիկ զրկվեն, ըսկուշանում է երկու կողմի, եւ հոգիների եւ մարմինների համար էլ, որտեղ մարտացած Աստված էր, բայց որբեսի իրենք իսկ ցույց տան դեղը եւ վկա լինեն եւ մերածին եւ դեղին։ Հիսուս հարցուց սիրելիներ, դեղը այլապես գիտեր ուր թաղված էր։ Ինք Աստված է, ամեն ինչ գիտե։ Բայց որբեսի մարդիկ եւ իրեն ցույց տան դեղը եւ ցույց տան թաղված ըլլալը։ Ուրեմն մարդիկ հավատան, որ Ղազարոսը թաղված էր։ Հիսուս արդասվեց։ Հիսուս լացավ։ Ավետարաններում մեջ ամենընկարճ նախատասությունը։ Հիսուս լացավ։ Ոչ միայն մարմնի աչքերն են արդասվում, այլ ամբողջ մարմինն է քրտում, որով մեր դերը բազում անգամ շարժվեց աշխարհում։ Քանզի նա գրեց մարդկային մինչև իսկ ամենանվազագույն գարիքը,
որբեսի իր մեզ հետ ասկակցությունը նաև մեզ վշտագից լինելով ցույց տա։ Դարձյալ, որբեսի այն իբրև սահման եւ գետ ուսուցանի հավատացյալների այնքան արդասվելը, որ իրենց մեջ հարության հույս ունենան։ Դարձյալ, որբեսի մեր յալին դեսնելով արդասվեն այն մարդու վրա, որ ի սկզբանե մահվան ժառանգորդ դարձրեց մարդկային ազգը։ Գամել արդասվեց հрьяաների վրա, որ թերահավատելով իդ պիտի գանքներ աստվածակորց նշաններից եւ կեհենի ժառանգորդ պիտի լիներ։ Սիրելիներ, Հիսուս լացավ եւ հрьяաներու վրա, եւ մարդոց վրա, եւ սիրելիներ մարդոց թերահավատության վրա, բայց Հիսուս սիրելիներ ցույց տվավ, որ ինքը մեզից սավագից է, դարաբողին հետ դարաբագից է։ Չգարձենք, որ դերը մեզ այսպես այս աշխարհի մեջ թողած է ու չի հասկնար մեր ցավերն ու դրդմությունները։ Հрьяաներն ասացին. տեսեք ինչքան էր սիրում նրան, եւ որ տեսան, որ Հիսուս լացավ, ասին, որ տեսեք Ղազարոսին որքան գսիրեր։ Նրանցից ոմանք ասում էին. սա որ գույրի աչքերը բացեց, չէր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ։ 37-րդ համարի մեջ 11-րդ գլխու Հովանու ավետարանի։ Չէր գնար այնպես անել, որ չմեռներ Ղազարոսը, գույրերուն աչքերը բացավ, ըսին շատեր։ Դուք սովոր եք հայոյելու, գսե Մամփրեվերցանող։ Երբ նա բաժանեց ծովը եւ բազում հրաշներ կործեց, հայոյեցիք եւ չքոհացաք Աստծուց, եւ որ Աստված Եբրայեցի ժողովուրդը դուրս անեց Եգիպտոսեն եւ Գարմիր ծովը բացավ։ Եբրայեցի ժողովուրդը դեռ չհավատաց, հայոյեցին Աստծո, ինչնելով ոսկի հորդ բաշտելով։ Եվ նրան անասունի հետ փոխանագեցիք, այսինքն Աստված անասունի հետ փոխանագեցիք եւ որ հորդ սկսակ բաշտել։ Երբ ուրացակ Մովսեսին, շնորհակալ չեղաք նրան Աստուծու, ով ծովի միջով ճանապարհ բացեց եւ ամբողջ ժողովրդին փրկեց փարավոնի սրից, գույրի բժշկության համար շնորհակալ կլինեք։ Գույրի աչքն էր մեռած, իսկ հոգին կենթանի էր եւ շարժում էր մարմինը։ Մեռած մարմնի մեջ շունչը չի բնակվում, ոչ ալ արեկագի լույսը մեռած աչքում։ Եթե կենթանացրեց մեռած աչքը եւ վերադարձրեց այնտեղից հերացած լույսը, ուրեմն կգենթանացնի նաև ամբողջ մարմինը։ Բայց դուք ձեր գամքով շատացնում եք հայոյանքները։ Թերևս ամաչեք այն նույն դեղում, երբ ցեզնից շատերը փարապանեն իմ աստվածությունը մեծամեծ սկանչելիքների համար, որ պիտի դեսնեն։ Հիսուս կսե, ուրեմն Մամփրեվերցանողն է, որ Հիսուսի բերնով գսե. պիտի դեսնեք իմ աստվածությունս եւ հարություն դամ ու պիտի հավատան ցեզ մեջ շատեր ինձի։ Հիսուս դարձյալ խրովեց իր մտքում 38-րդ համար։ Այնտեղ ասում է, թե խրովեցրեց իր անձը, թեպի իրեն գոչելով արդասուքը, իսկ այստեղ սաստում է բնությանը, թաթարեցնելու դրդմության շարժումը, որին կանչելով խրովվեց։ Հիսուս գնաց Ղազարոսի գերեզման, որ մի քարայր էր, որի վրա մի մեծ քար դրված էր 38-րդ համար։ Առաջիների սովորություններ, հին ժամանակվա մարդոց սովորություններ, ամրացնել գերեզմանները, որովհետև նրանցից հեռու էր հարության հույսը։ Այս էին կյանք համարում, իսկ այն մահվան դառնություն, այս կյանքը միայն կյանք էր, իսկ մյուսը մահվան դառնություն։ Մերյալի հիշադակը շիրիմն էին համարում եւ մերածի անունը փորակրում էին գերեզմանի վրա։ Մովսեսը նույնպես ագամայից դեղի տվեց այս սովորության արչև ասելով, թե անորթի մերած եղբոր գնոջ հետ թող ամուսնա մյուս եղբայրը եւ մերածի անունով զավակ ունենա վիճակված երգիրը ժառանգելու համար։ Հին ուրեմն գդագարանի մեջ են երկրորդ օրինաց գրքի 25-րդ գլխու 5-րդ համարեն այս խոսքը։ Գամել գապարիչ վեմը խորհրդանշում է սատանային, որ թժողքում էր բահում իր իշխանության տակ փակված հոգիներին։ Սիրելիներ, մինչև Քրիստոսի աշխարհքալը բոլոր մարդոց հոգիները, նույնիսկ արդարներուն, սատանան ինքը արած էր եւ թժողքի մեջ կբահեր։ Անորամար Հիսուս իր հարության շաբաթ գիշերը թժողք իջավ եւ խորդագեց սիրելիներ թժողքի դուրը եւ այնտեղն դուրս բերավ իրեն հավատացողներու հոգիները։ Հիսուս ասաց. «Քարայրի բերանից մի գոմ դարեք քարը։ Թու ումից թողում է երգիրը եւ հալչում են լերները, մի փոքր վեմ դեղաշարժելու համար օգնական է սպնդրում մարդկանցից, գսե Մամփրեվերցանող Քրիստոսի։ Թուն լերները գշարժես դեր, հիմա օգնական կպնդրես, որ մարդոց մե որ
քարը վերցնեն, հարության վգայ եմ գանչում։ Ուրեմն մամփրեն այս հարցումը գուտա, ամիջապես պատասխանանը գուտա Քրիստոսի բեռնով։ Հարության վգայ եմ գանչում։ Հիսուս բեք չուներ ո մեկու օգնության։ Գրնար ինքը քարնալ մեկ կողմ հրել իր մեկ խոսքով, բայց ուզեց որ մարդիկ վգայեն Ղազարոսի հարության։ Դուք հանեք քարը եւ նայեցեք քերեզմանի մեջ, թող ձեր աչքերն ու թիգունքը վգայեն վեմի ծանրության մասին, իսկ նեխածի հոդի մասին թող վգայեն մոտ կանգնածների ռունքերը։ Նրանց չար սովորությունը գիտեր եւ զսկուշանում էր բոլոր կողմերից, որբեսի արգելեր չարախոսությունը։ Ինչ կարիք կար վեմը վերցնելու։ Նրա հրամանով թժողքը դուրս էր փսխելու մերյալներին, բայց հրաշները ժխտող եւ ուրացող հрьяաների պատճառով թող նրանց սերքերը տադախած լինեն եւ հանդիմանեն նրանց թերահավատությունը։ Գամ վեմ ծանրալույց սատանային մեղքերի բահագի բռնությունը նկատի ունի, որ մեղքերի իշխանության տակ փակված էր բահում մեղավորներին։ Դերը վերցնում է վեմը, թևերի բռնագալությունը, որբեսի մարդիկ իր կալուստից հետո թյուրությամբ վեր բարձրանան մեղքերից։ Մարտան մերածի քույրը նրան ասաց. «Դեր, հիմա արդեն նեխած կլինի»։ 39-րդ համար։ Նախաստեղծին է օրինակ բերում, իսկ մերելությունն ու նեղվածությունը ըստ Մարգարեի նեխեցին ու պդեցին իմ վերքերս։ 38-րդ Սամոսի 6-րդ համարեն այս խոսքը։ Մյուս մարգարեները նույնպես յուրաքանչյուրն իր խոսքում մեղադրում է մարդկային ազգին, արարչի արչև բացահայտում մեղքերի քարշահոտությունը, որովհետև ամբողջ աշխարհն էր ամբողջովին նեղած։ Ուրեմն Մարտան Հիսուսին ասավ. «Դեր, քերեզմանի մաբիթանանք արդեն 4 օր է թաղված է, արդեն նեղած է»։ Մարդու համար մերելից է նեղահոտ գալիս, Աստուծո համար մեղավորից։ Այս խոսքը սիրելիներ հզոր խոսք է։ Մարդոց համար մերելներեն նեղած հոտ կուքա, իսկ Աստուծո համար մեղավորներեն։ Եվ Աստված իր անուշահոդությամբ համեմեց բոլորին։ Եվ որ Հիսուս ներեց մեզ, համեմեց մեզ անուշահոդությամբ։ Հզոր խոսք է այս խոսքը սիրելիներ։ Հզոր խոսք է։ Մարդոց համար մերելներեն գուքա քարշահոդությունը, Աստուծո համար մեղավորներեն, բայց դերը երբ զոհվեցավ իր արյունը թափեց, անուշահոդությամբ մեզ սիրելիներ համեմեց։ Մշակը սերմերից նեղահոտ չի զգում, որովհետև նրա միտքը լեցուն է ուրախությամբ, քանի որ նրա անտաստանների հոդը զմայլեցրել է նրա միտքը, որի մասին փոքր ինչ վկայում է Իսահակը, երբ Հակոբին զննելիս եւ օրհնելիս ասում է. «Իմ որդին փերի արդի հոդն ունի»։ Ծննդոց 27-րդ գլուխ 27-րդ համար։ Ինչպես որ Հակոբը իր Իսահակ զավակին ասավ, որ քեզ մելած հոդը փերի արդի հոդ ունի։ Այո սիրելիներ, մշակը չի քանիր ոչ հունդերու, ոչ սերմերու հոդեն եւ ոչ ալ թրիկի հոդեն, այլ գիտե իր մտքի մեջ ուրախություն ունի, որ երբ ցանե, երբ հերգե օղը անպայմանորեն բդուղ պիտի տա։ Քանի որ 4 օրվա է ըսավ Մարտան 39-րդ համարի մա պիտի բացատրեմ մամբրե վերցանողը։ Մարդկային 4 նյութից կազմված բնությունը թվում է խորտանշում է 4 կողմ ունեցող աշխարհը, որովհետև բոլորը մեղանչեցին եւ զրկվեցին Աստուծո փառքից։ Քրիստոս բազմօրյա մերելներին 4-օրյա մերելի հետ մեղքերով հարություն տվեց մահից։ Հիսուս նրան ասաց, Մարտային ասաց. «Եթե հավատաս, կտեսնես Աստուծո փառքը»։ 40-րդ համար։ Ով Մարտա, այդտեղից մարդկության անաբական կյանքն է փուստելու։ Միայն հավատա Աստուծուն եւ քեզ գտպչի գենթանության եւ անուշության հոդը եւ կտեսնես Աստուծո փառքը եւ կգբաբանցվեն հայոյողների փերանները եւ 4-օրյա մերելին գենթանի կտեսնեն այդ հրաբարագում։ Անուշեցուցիչ աղեթա բոլոր հարված մարմինների համար։ Թափանցիկ լույս է գուրացած աչքերի համար եւ ցայն է խլացած ագանչների համար, որը կորձով կտեսնես քո եղբոր վրա եւ մտքով գիմանաս Աստուծո փառքը։ Երբ քարը վերցրին, 41-րդ համարն է, մինչև քարը վերցնելը Ղազարոսը հարություն էր արել քերեզմանից եւ արժան չէ քերեզման անվանել, այլ
հարություն։ Ուրեմն մինչև որ քարահանեն Հիսուս արդեն Ղազարոսին հայտարարած էր լրելյան, որ հարություն արդեր։ Հիսուս բարձաբես բիդեսեր դուրս եկուր քերեզման այդ Ղազարոս։ Ուրեմն մամփրե վերցանով մեր աչքերը կփանագսե որ մինչև քարահանեն արդեն Ղազարոս հարություն արած էր։ Քրիստոս հարություն տված էր իրեն լրելյան։ Հիսուս աչքերը երկինք բարձրացրեց, մինչև աչքերը երկինք բարձրացնել Հիսուս տեսնում էր հորը։ Հայր, գոհություն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր։ Գոհանում եմ քեզնից, որ ծածկեցիր սա իմաստուններից ու գիտուններից եւ հայտնեցիր ամեղ մանուկներից։ 41-րդ համար։ Մինչև ցայն դալը հայրը լսում էր նրան ամեն ժամ։ Թող ամաչեն Թեոթորիդոսը եւ նրա նման հերցվածողները, որ ասում էին, թե մեկը ցայն է տալիս, մյուսը լսում է։ Հիմարությամբ է լեցուն ծեր խոսքը, ով անիրավներ։ Թեոթորիդոսը սիրելներ աղանթավոր էր։ Երբ քահանայաբեդի դանը մերելներից հարություն տվեց նրա թստերը, չաղաչեց եւ երկինք չնայեց, ոչ էլ հորը ցայնեց Հիսուս։ Նայեց մերածին եւ ասաց. «Դալիդա գումի, աղջիկ դու, քեզ եմ ասում, վեր գաց»։ Եվ աղջիկը գանգնեց ողջացած։ Գարտացեք սիրելիներ Մարգոս 5-րդ գլուխ 41-րդ համար։ Այդ ժամանակ Հիսուս իր հորը չաղաչեց, չաղոթեց։ Նային քաղաքում նույնպես մեծ ամփոխ էր ավակվել եւ ոչ ոք նրան չթախանցեց, ոչ էլ նա հորը կանչեց, միայն ցերկը թիպսրեց տակաղին եւ մերյալը գանկնեց։ Այդպես նաեւ ուրիշ հրաշքներ կործելիս, ուր անցամբ էր անում ցույց էր տալիս աստվածային զորությունը, ուր աղաչում էր հորը ցույց էր տալիս սիրելիությունը, քանզի երանելի բնության սուրբ երրորդության բնությունը անսահմանելի միաբեդ երեք անձերը հայրը եւ որդին եւ սուրբ հոգին կործեցին։ Միաբեդ, միադեղ։ Իսկ յուրաքանչյուր հատկություն երեքին է, քանզի երեքի բնությունն այս է։ Ինչ որ մեկը բամը կործե, հայրը, որդին եւ սուրբ հոգին է նաեւ։ Սուրբ հոգին որ կործե, դա որդին եւ հայրը կործած կլան, որովհետեւ երեքը մեկ բնություն ունին։ Դեր Աստված ամենագալ, ամենախնամ, անիմանալի, արարիչ, անբարակրելի, անձև, անչափ, անդեղ, անժամանակ, ոչ սկսված եւ ոչ ավարտված։ Իսկ հոր առանձնավորությունը ծնող եւ պատճառ է։ Անսկիզբ եւ սկիզբ, չսկսված որևէ մեկից, արակող, ոչ որևէ մեկից ծնված եւ ոչ արարված իրենից կամ այլ որևէ մեկից։ Աստվածապանություն է, որ հիմա գնե։ Հայրը ինքը անպատճառ պատճառն է, ինքն է որ ծնունդ տված է որդին եւ նաեւ փխումն է հոգին։ Հոգին իր մեջ փխած է։ Որդու առանձնահատկությունը որդի եւ խոսք է, ծնունդ, լույս, հոր գերբարանք, իմաստություն, ջարակայթ, պատկեր, գնիկ, նկարակիր։ Իսկ Սուրբ Հոգու առանձնավորությունը ճշմարիտ բխում, նորոգող, մխիթարիչ, ճշմարիտ բարի։ Հորից են որդուն եւ Սուրբ Հոգին, բայց չեն անվանվում եղբայրներ, ոչ էլ երկուսով որդիներ, ինչպես որ օրինակ Ադամից են Սեթն ու Եվան, բայց երկուսը ոչ եղբայրներ են եւ ոչ էլ որդիներ։ Քանզի հայրը ծնող է, որդին ծնունդ, Սուրբ Հոգին ելնող, փխող։ Որդին նստում է հոր աջ կողմում, իսկ Սուրբ Հոգին որդու աջ կողմում։ 109-րդ Սամոսում ասվում է. Դերն իմ դիրոջ կամ 110-րդ Սամոսը այս ներգաթարկմանությամբ Դերն իմ դիրոջ ասաց. նստիր իմ աջ կողմս։ Հայրն է որդուն ասում, իսկ քիչ հետո ասում է. դու հավիտենական քահանա ես ըստ Մելքիսեդեկի գարքի եւ դերը քո աջ կողմում է։ 4-րդ համարը հայրը որդու հետ ասում է Սուրբ Հոգու մասին։ Եվ արդ Սուրբ երրորդության մեջ չի երևում մեծություն եւ փոքրություն, քանի որ մեծն ու փոքրը ծանր ու թեթևը շատն ու սագավը փոխանցվում են ժամերի ու ժամանակների մեջ, իսկ այնտեղ ուր չկան ժամեր ու ժամանակներ, անփավելի բնությանը չի մերցնում ոչ չափ եւ ոչ կշիռ, այնտեղ չի գերբարավորվում ոչ փոքրը եւ ոչ մեծը։ Սիրելիներ, ինչ որ փոքր է, ինչ որ մեծ է, անիգա սիրելիներ այս կյանքի մեջն է, որ ժամանակ կա, իսկ երկնքի մեջ ադիգա չկա։ Անիգա Սուրբ երրորդության մոտ չկա, որովհետեւ հայրը որդին եւ Սուրբ Հոգին թեև առանցին անցինք են, անձնավորություն են, սակայն մեկ բնություն, մեկ աստվածություն։
Գամեցա մեծ ասել հորը, որպես ծնողի եւ բաժարի, բայց վախեցա նույն իրենից հորից, որբեսի դգար չդարձնեմ սկիզբը եւ մեծարանքներով թշնամացնեմ, քանզի փառքը հորը չէ, եթե իրենից փոքր լինեն, քանզի դգարանում է իրեն հավասար որդի ծնել չկարողանալով եւ կամ իրենից բխող հոգի, այլ նրա հրաշապար զորությանը վայել է, որ նրանք, հայրը որդին եւ Սուրբ Հոգին, ովքեր նրա բնությունից են, իրեն փարագից ճանաչվեն, որդին եւ հոգին հորը փարագից են։ Արդ հայրը ոչ ծնունդ է եւ ոչ ելնող, որդին ոչ ծնող է եւ ոչ ելնող, Սուրբ Հոգին ոչ ծնող է եւ ոչ ծնունդ, այլ միշտ ելնող։ Հայրը ծնձում է որդու փառքով, որդին ուրախանում է հոգու բադվով եւ հոգին փառավորում է հորը եւ որդուն, քանի որ նրանց էությունից է առնում եւ նորագերդում առրածներին, որից եղավ ամեն բան երկնքում եւ երկրի վրա, երևացողներն ու աներևույթները, ըսկալիներն ու իմանալիները, մարմնավորներն ու անմարմինները։ Այս թավանությունն ընդունեցին հայերը մեծ Գրիգորից, այսինքն Սուրբ Գրիգոր Սավորչից, Սուրբ Արիստագեսից եւ Երանելի Ներսեսից։ Հիմա իդ կվերադառնա բացատրության։ Այս անում եմ այս ժողովրդի համար, Հիսուս ասաց իր աղոթքի մեջ հորը, 42-րդ համար։ Ինքն էլ մեկնում է։ Աստված չի նայում իր բադվին այնպես, ինչպես մեր փրկությանը, քանզի երբ իրեն հավասարեցնում էր Աստծուն եւ թողություն էր տալիս մեղքերին, նրան հայոյող ու թիվահար էին անվանում, որբեսի հավատան թե «Դու ինձ ուղարկեցիր», գսե Հիսուս։ Եթե ասում եք, թե ես հորը հագարակ ու հայոյող եմ, ուրեմն թող նա կործագիտ չլինի հագարակվողիս։ Քեզ ինձ հետ կործակցության եմ գոչում, որբեսի հաստատեմ հավատացյալներին եւ հանդիմանեմ անհավատներին։ Հիսուս աղոթեց իր հորը, որբեսի հայրը կործագիծը լայրեն, ինչպես միշտ է, որբեսի ադով ցույց տա հрьяաներուն, որ ինք եւ հայրը մեկ են, որովհետեւ հрьяաները միշտ ասում էին, որ Հիսուսի համար, որ դու հայոյող ես, ինքզինքդ Աստված գնես, մարդ ես, բայց ինքզինքդ Աստված գնես։ Գսե Հիսուս, եթե հայրը հագարակ է ինձի, իր հագարակությունը ցույց կտա, բայց եթե միասին կգործենք, ուրեմն ցույց կտա ծեր անհավատությունը։ Անկաբելի մեղքերի դակ են բոլոր նրանք, ովքեր բաժանում են անբաժանելի բնությունը, ով որ հայրը որդին եւ Սուրբ Հոգին կբաժնե իրար մեջ եւ գսե որ դարբեր աստվածներ են, անոնք սիրելներ անկաբելի մեղքերի դակ են։ Նրանք բարսավվում են մարդկանց կողմից, թադաբարդվում են Աստծուց եւ չնչվում են յանքի քրքից։ Երբ Հիսուս այս ասաց, բարձր ցայնով աղաղագեց 40-րդ համարի բացատրությունը։ Աղաղագեց մարդկանց համար, որբեսի թեպի իրեն ցկի բոլոր աչքերն ու ագանջները։ Ամեն մարդ իր ուշադրությունը Քրիստոսի վրա գետրոնացնի։ Անորամար աղաղագեց, բարձրացային խոսեցավ։ Մերածին չմոդեցավ, այլ 12 գանկուն հերու գանկնեց գերեզմանից։ Ցերկը թիպցնելու փոխարեն ցայնը բարձրացրեց, գադարելով օրենքը, որ ասում է. «Թիագին թիպչող ամեն ոք թող մինչև երեգո բիղձ համարվի»։ Ղևդացված քերքի մեջ գրված է 5 դագարանի 11-րդ գլխու 24-րդ համարի մեջ։ Այդ ցայնը երկնային որոդ եղավ, քանզի մեկ հադիգի փուսնելով բոլորի համար է հարության ակնկալիք լինում։ Մերյալի նեխահոդն անուշահություն դարձավ։ Մերյալը Ղազարոսը որ նեխած էր, անուշահոտություն դարձավ եւ նա գենտանի դուրս ելավ։ Ցայնը մտավ գերեզման, Քրիստոսի ցայնը մտավ գերեզման, բռնեց մերածի ցերքից։ Ցայնի հնչումը մերած սկայրանների վրա չի աստում, որբեսի այնտեղ գտնվողները նայեն աստվածային հրամանին, լսեն ցայնը եւ հայտնի գերբով երևա, որ մերելը դուրս եկավ նրա հրամանով։ Մարդկային սովորությամբ հերու գանկնած է ցայն դալիս։ Ընդանեպար մադագարարում եւ ցայնի զորությամբ փանսարգուի ցերքից վերը հանում հոգին, այն գաբելով լուծված մարմին եւ գենթանացնում հող դարձած հողերեն մասը եւ ճուր դարձած ավիշը, հրին խառնված հրանյութը եւ օդում ցնտած օդը, ոչ թե ցերկով ստեղծագործում է գենթանի, ինչպես առաջին մարդուն, ինչպես որ Աստված մարդը հողեն ստեղծեց, այդպես չստեղծեց Քրիստոս, այդպես հարություն չտվեց, այլ սոսկ ցայնով անուն է դալիս եւ մերածը սարսափով իսկույն ելնում է։ Ղազարոս դուրս եկուր գերեզմանետ։ Փեթանիա նշանակում է հնազանդության դուն, որովհետեւ Ղազարոսը հնազանդվեց մահվանը Ադամի պատճառով, որն ընկավ մահվան իշխանության տակ։
Իսկ մահը հնազանդվեց Հիսուսին նրա արարչական զորության պատճառով։ Ձարայաբես լսեց դերունական ցայնը եւ աստվածային հրամանով դվեց մերյալին։ Հիսուս եկավ հնազանդության դուն, որ Փան Աստուծո հնազանդության ներքո միավորեց մարդկանց անհնազանդությունը։ Ադամի անհնազանդության փոխարեն Աստվածախարը մարմնով հնազանդվեց բոլորի հորը եւ իր աստվածությամբ հոր հետ բարեպանվեց հրապուն զորքերի կողմից։ Ղազարոս դուրս արի 40-րդ համարի բացատրություն։ Բազում մերելներ են քերեզման տրվում, բայց նրանցից մեկը միայն պետք է դուրս ելներ։ Եթե անունը չդար, ով գիտի թե մերելներից ով դուրս կելներ։ Եթե Հիսուս բարձրաբես էր դուրս եկեք, դուրս եկուր, այդ ժամանակ դուրս արի, այդ ժամանակ սիրելներ այդքան մերելներ թաղված էին, ով դուրս պիտելներ։ Ադորամար Հիսուս անունը տվավ։ Այդ բաժարով էլ անունով է կանչում։ Ղազարոս դուրս արի։ Շատ ղազարոսներ կային այնտեղ, բայց Հիսուս կանչեց մեկին, դու, որ Մարտայի ու Մարիամի եղբայրն ես, ում ես սիրում եմ, դրա համար էլ հոր աղաչելով կանչեցի։ Առայժմ միայն դուրս արի, միայն դու դուրս արի եւ քեզնով թող ուրիշների համար հարության հույս լինի։ Հիմա միայն դուրս եկուր, միայն դու դուրս եկուր։ Քերեզմանեն եւ այս քու դուրս գալդ քերեզմանեն թող բոլորին համար հույսը լա։ Ես սիրելի ասկագիցներ, բոլորիս համար հույսը լա, որ մերելները հարություն պիտի առնեն։ Եթե անունով չկանչեր, ապա Քրիստոսի ցայնի զորությունը կքանթեր բոլոր քերեզմանները։ Աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը, սերմանելու ժամանակը եւ հնցելու ժամանակը։ Ժողովողը գսե Սողոմոնի մաստունը ժողովողի քրքի 3-րդ գլխու առաջին համարի մեջ։ Թերևս սերմերը սերմանվում են, փույսերը փուսնում, բդուղները հասունանում են եւ մատուցվում են Աստուծո որդուն։ Նաեւ մերյալին քերեզմանից ուրիշի անունով չի կանչում։ Իր կումարտակ մարգարեները Տիրոջ անունով էին կանչում, առաքյալները իր Հիսուս Քրիստոսի անունով, իսկ ինքը ազատ իշխանական ցայնով հրամայում է. «Դուրս ելիր», որբեսի սովորեն, որ հոգին գենթանի է եւ զգայական, եւ որքան էլ որ հերու էր մարմնից, լուծեց մահվան իշխանությունը եւ նրա կողմից բռնվածին հոգով եւ մարմնով գործելով գենթանացրեց այն զորությամբ, որ ասաց. «Թող չրերն հանեն գենթանության շունչ ունեցող զերուններ», Ծննդոց առաջին գիրք 20-րդ գլուխ։ Քերեզմանի մոտ նույն այն ցայն էր, որ ասաց եւ եղան։ Ինչ որ Ծննդոց գրքի մեջ կսե. «Դերը սավ եւ եղավ»։ Եվ մերյալը ելավ գաբված ոտքերով, ցերկերը երիզով ամրացված եւ երեսը վարշամագով բադած։ 44-րդ համարը պիտի հիմա բացատրե։ Ոչ կաշեց եւ ոչ ալ քայլել դվեց ըստ մարդկային սովորության, քանի որ գաբված էր գաբանքներով եւ բադված էր բադանքով, ինչպես որ ռեշտակը հնցողների համար հաց ու թան դանող ամպագում մարգարեին Պապելոն դարավ։ Թանյերի մարգարեության մեջ կգարտանք այս մասին 14-րդ գլուխ 32-36 համարներ։ Աստուծո խոսքն ավելի արագընթաց է, քան երկնային հրեշտակները։ Ինչ գեղեցիկ խոսք։ Աստուծո խոսքը ավելի արագընթաց է, քան հրեշտակները։ Հրեշտակները, որ սիրելիներ աներևակայելի արագությամբ են, լույսեն ավելի արագ են, բայց Աստուծո խոսքը շատ ավելի արագ է։ Եվ ըստ արագությամբ էլ առավել հզոր Աստուծո խոսքը։ Հրեշտակը ամփագումի մազերից բռնելով իր հետ դարավ ամբողջ մարմինը, իսկ Հիսուս սաստիկ ցայնով ոչ թե գլխին մոտեցավ, այլ մի ագնտարտում նրա հոգին բերեց հերուներից եւ միավորեց լուծված մարմին, վեր հանեց անտնտային քնից եւ նա առանց քայլ անգամ փոխելու հայտնվեց այնտեղ, ուր գամենում էր Աստված։ Գդավեղեն գաբանքը չկարողացավ արգել լինել դերունական հրամանին, թեև Ղազարոսը գդավներով փաթած էին, բայց Քրիստոսի հրամանին արգել չգրծավ լալ գդավը։ Արարչի գամքը գադարելով լուծեց իր գարկը եւ մահը ծարայապար հնազանդվեց Տիրոջ հրամանին։ Այսօր առաջին մարդու գաբանքներն է արցագում մահվան անեծքից եւ մեղքերի բազմությունը չի կարող արգել լինել դերունական հրամանին։ Մեղքերի բազմությունը չի կարող արգել լինել դերունական հրամանին։ Թեպի իրեն է գործում հանցանքները եւ որպես հանցավոր մարդու փոխարեն մեղաբարդ է դառնում անմեղը Քրիստոս եւ մեղավորին կանգնեցնում է հոր առջեւ։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Արցակեցեք դրան եւ թողեք որ քնա» 44-րդ համար։ Դուք ինքներդ արցակեցեք,
որ գաբեցիք, եւ դուք ինքներդ որ բադանքեցիք, կագդեցեք, մի քարշեք, նեխաոտ չգա, մի խորշեք, ինչպես օրենքն է հրամայում, մերած չէ, այլ գենթանի է, դեսեք ձեր նշաններով, իմացեք ձեր ցերկերով, բաց արեք այդ գաբված բերանը, եւ նրա մահվան այլ վգաների հետ միասին բոլորդ վգա եղեք այդ հարությանը, որ տեսակ։ Մեկ մրկով երկրի բոլոր բդուղներն են ճանաչվում, այժմ այս մեկով Աբակայի հարության ավետիսը, Ղազարոսի հարությամբ սիրելներ արդեն հայտարարվում է համաշխարհային հարություն եւ Տեր Հիսուս Քրիստոս վերադառնա։ Իսկ ինչու է նրանց հրամայում քանթել գաբանքները, որովհետև անամոթ էին եւ միշտ շանում էին եղձել ճշմարտությունը, ուստի եւ ցերկերն ու հոդոդելիկները նրանց տադախած ու վգա է դարձնում։ Հնում Աստված թաթարեց բարերարությունից ատամի, բادرանաբահությունից թաթարելու պատճառով։ Նորում Ղազարոսի Քրիստոսասիրության պատճառով նորոգում է քերեզմանի անշնչությունից եւ արձակում գդավաբադ մահասկեստ զածկույթից։ Հрьяաներից շատերը, որ եկել էին Մարիամենց մոտ եւ տեսան ինչ որ արեց, հավատացին նրան։ 45-րդ համար։ Ոմանք հավատացին մեծասկանչ նշաններին, թեև հետո ուրացան։ Սկավորների մխիթարելու եկածներն իրենց անձերը մխիթարեցին անդրդում ուրախությամբ եւ ուրիշներին ավետիս տարան քաղաք։ Ոմանք էլ գնացին փարիսեցիների մոտ եւ պատմեցին ինչ որ Հիսուս արեց, իսկ ոմանք էլ թևերի մոլեկնածների պես գնացին սատուգեցիների մոտ եւ ասացին թե նրան շատերը հավատացին, այժմ շտաբեցեք լրացնել նորասկանց նշանների զորությունը։ Ամեն մարդ չէ որ հավատաց Հիսուսի։ Դժբախտաբար սիրելներ, ոմանք կացին փարիսեցիներուն ասին, ոմանք կացին սատուգեցիներուն, սատուգեցիները այն խմբակն էին, մանավանդ քահանաներն էին, քահանայաբետներ, որոնք չէին հավատար հարության։ Եվ հիմա որ Հիսուս հարություն տվավ, քահանայաբետին, քահանաներուն այդ հավատքը, որ չէին հավատար հարության, զրոյի չափ խորդակվեցավ։ Հիսուս հարություն տվավ, փաստորեն հարություն կա։ Հիսուս Մարիամի ու Մարթայի դանը ճաշկերույթ է նստել։ Եվ քերեզմանից հարություն արած Ղազարոսը նստած է նրա դիմաց։ Նա իր հետ իբրև հավատարիմ վգա ունի ամուր երիզով գդավը, որբեսի ոչ միայն իր ուդելու եւ խմելու, այլ նաեւ քերեզմանական գդավի միջոցով հավատան, որ իր հարությունը ճշմարիտ է ու հավաստի։ Ընդունում է Մարիամի բարեբաշխությունը, յուղով օձումը խոստովանում է իբրև իր մահվան սպասավորություն եւ ամմարքուր վարկի լվացում, մազերով սրբերը մեռնելը մարնական վարկի համար, արդասուքը անմաքուր վարկի չնչիչ, ոտքերը արդասուքով թրջելը, որ դերն իր մաքուր ոտքերով սրբեց այն ժամանակը եւ յոթնյակները, որոնցով առաջ են ընթանում ամիսներն ու դարիները, եւ նա իր անսուրբ վարկի կորձերով էր ապրում, Մարիամին ու Մարտային շնորհազարդեց հավատով, 4-օրյա Մերիալին քերեզմանից գենթանի ընդունեց։ Հայրը հաջում է, որդին աղաչում, հոգին բարեխոսում է, երբ այս աշխարհն ավարտվի, բոլոր էակների դերը հայրենի սկսնադիպ փառքով եւ զորությամբ արարող հոգով եւ հրեշտակների բազմությամբ անցերակորց փողի ցայնով երկնքից երգիր կա, թրվեն աթոռները, ադյաններն ուղվեն, քրքերը բացվեն, հնչեն գենտանների ցայները, երկինքը կալարվի, լուսադուները վարտապեն, երգիրը թղրտա, ժայռերը բادرվեն, քերեզմաններն ավերվեն, մերածները հարություն առնեն, այն ժամանակ Ղազարոսը նույնպես մեզ հետ հարություն արած գերեվա։ Երկնայիններն ու երկրայինները գմիապանեն, միմյանց խառնվածները գբաժանվեն եւ վճիրները գսահմանվեն, արտարների գոմը վեր գբարձրանա մշտապես դիրոջ հետ լինելու անմահների անուշահոտ օթում, գագուղ ու փափուկ քարշաբարներով անմահ մարդի գմիապանեն հրեշտակների բարին, որին թող հասնենք բոլորս մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ, որին փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Ահավասիկ սիրելներ, սկանչելի ցևով մամփրե վերցանողը մեզի ներկայացուց Ղազարոսի հարությունը։ Ղազարոսի հարությամբ ամբողջ աշխարհին հույս կդրվի հավատացյալներուն, որ մխիթարվեն, որ մահը այլևս մեր վրա իշխանություն չունի, այլ Քրիստոսի ինք հաղթած է մահվան։ Եվ ահա սիրելներ, այսօրվնե միջև Քրիստոսի հարությունը մենք գլեցվինք թե դրտմությամբ, բայց մանավանդ հարության հույսով, որովհետև այս կյանքը դրտմության օրերն են, ավակ շաբաթ այդ կխորտանշե նեղության, չարչարանքներու, զրգանքի, անդեսումի, ծաղրանքի օրերն են, բայց երբ կա հարուցիչը, հարուցյալը, այն ադենա մենք սալ
հարություն պիտի առնենք։ Եկեք մենք ալ մեր մեղքերը խոստովանենք Տիրոջ դիմաց ու դերը մեզ մեր քերեզմաններեն մեղքերեն դուրս բերե։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։